Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Հենց Արմանյանն էլ կտաս։ Տես, կռվի պահը ֆիքսված չի, այսինքն կամերաները այդ պահը չեն նկարել։ Սարան Սարոյանի թորնուհինը, Արմանն էլ պարզա, որ պետք է իրան պաշտպաներ։ Ամեն ինչ իր տեղն ընկնում։ Տեսակրություն ոնց չկա։ Մենք հյուրանոցում ենք եղել։ Եթե քեզ ասում եմ կամերան չի ֆիքսել, ուրեմն չի ֆիքսել։ Անմես այն ինչ ես եմ քեզ ասում, սա քո ամեն ինչ լավ է լինում։ Հիմա կարևորը քո խոսքն է, ու այն, որ գորը օրենքի հետ ոչ մի խնդիր չունենա։ Հասկացանք իրար, սա քո։ Գիտես, իրականում իմ համար մեկ է թե ով կնստի, բայց այդ գորը։ Լսի գորյանն էլ երբեք չտաս։ Ու ամեն ինչ ճիշտ արա, որ ես քեզ օգնեմ։ Սարգիս, եթե սուտ վկայություն ես տվել, քրեական պատասխանատվության կենթարկվես։ Շատ։ Սար, գոնե հիմա կլսես ինձ։ Մենք պետք է խոսենք։ Չեմ ուզում։ Ես դիտավորյալ իմ սենյակից դուրս չեմ գալիս, որ քեզ չտեսնեմ։ Այդքան ահավոր է ինձ համար քեզ հետ նույն տարածքում գտնվելը։ Եթե ես դեռ ես տանն եմ, այդ ոչինչ չի նշանակում։ Կարող ես գոնե իմ սենյակում ինձ հանգիստ թողնել։ Գնա։ Սար, խնդրում եմ, ուղղակի լսի ինձ, լավ։ Ուզես թե չուզես, ես այստեղ եմ մնալու ու չեմ գնալու, մինչև չխոսեմ քո հետ։ Գնա։ Ընդհանրապես 2 րոպե։ Լավ։ Լսում եմ քեզ, Ռեբեկա։ Ինձ հետաքրքիր է այդքանից հետո ինձ ինչ պիտի ասես։ Ես գիտեմ, որ հիմա ինչ էլ ասեմ, ոչինչ չեմ փոխի։ Ուղղակի ես շատ վատ եմ ինձ զգում պատահածի համար։ Դու ինձ կարող ես չհավատալ, բայց վերնելու չափ վատ եմ ինձ զգում։ Ուզում եմ, որ ինձ հավատաս, որ ես նման քայլի ընդունակ չէի։ Սար, դու առաջի օրվանից ինձ ասում ես, որ ես ամեն ինչի պատրաստ եմ, որ քեզ վնասեմ, բայց ինչ։
Այսքանից հետո էլ ինչ բայց։ Մեր ծանոթության առաջին օրից սկսած քո ձեռագիրը չի փոխվում։ Բայց այս անգամ դու բոլոր սահմաններն անցար։ Գիտեմ։ Ուղղակի մենք մեկ-մեկ քայլեր ենք անում, հետո նոր մտածում ենք։ Ու դա սխալ է։ Սար մենք մեկ-մեկ մեր կյանք մարդ ենք թողնում, մտածելով, որ այդ մարդը լավն է, մեզ սիրում է, հասկանում է։ Բայց հետո ենք իմանում, որ այդ ամենը ուղղակի մեր ստեղծած կերպարներ, ու այդ մարդը իրականում այդպիսինը չի։ Մենք մեկ-մեկ ինքներս մեզ որոշում ենք ով է մեր թշնամին, ով մեր բարեկամը։ Հետո ենք պարզում, որ դա էլ ուղղակի մեր հորինածն էր։ Սար, ես երբեք լավ քույր չեմ եղել։ Անգամ Էլկայի համար։ Բայց հիմա էլ ոչինչ չեմ կարող փոխել։ Ուղղակի մի բան գիտեմ, որ իմ մեջ դեռ մնացել են մարդկային հատկանիշներ։ Ես իրոք մեռնում եմ մեղքի զգացումից։ Ես շատ սխալ ու քայլ եմ արել։ Գիտես, մեկ-մեկ ասում են, որ երբեք ուշ չի սխալները հասկանալու համար։ Բայց հիմա եմ հասկանում, որ դրանք էլ ուղղակի մարդկանց կողմից ինչ-որ հորինված բառեր են, որ մխիթարեն իրենց։ Անգամ եթե գոռը հիմա բանտում չլիներ ու այդ տղան լավ լիներ, ես էլի ինձ վատ էի զգալու, որ նման քայլի եմ դիմել։ Գիտեմ, որ հիմա ուշ է, բայց ուզում եմ իմանաս, որ իմ համար էլ հեշտ չի։ Գիտեմ, որ հեշտ չի։ Բայց գիտեմ նաև, որ դու այդքանով չես սահմանափակվելու։ Ես ուղղակի չեմ հասկանում, ինչ եմ արել քեզ, որ դու թեկուզ էմոցիաների ազդեցության տակ, բայց պատրաստ ես ինչ-որ կեղտոտ քայլեր անել իմ հանդեպ։ Լավ, ասենք ինձ ատում էիր։ Բա գոռը քեզ ինչ էր արել։ Ինձ թվում է օդից չի չէ ինքը իմացել ես, որ հյուրանոցում եմ կամ որ համարում։ Ինչ էիր մտածում, երբ այդ տղային ուղարկում էր հյուրանոց։ Մի րոպե սպասի, բան եմ մոռացել։ Ինչա պետք, ասեք ես կբերեմ։ Ես ինքս։ Էլ չես վստահում ինձ։ Ես չգիտեմ երբ, բայց մի օր գոռը դուրս կգա բանդից ու մենք կբաժանվենք։ Կբաժանվենք, որովհետև ինչ-որ մեկը մի օր որոշեց դաս տալ ինձ, չգիտեմ էլ ինչի համար։ Սար, ես իրոք ինձ շատ վատ եմ զգում, երդվում եմ։ Եթե կուզես, ես գոռի հետ կխոսեմ ու կասեմ, որ դու ոչ մի բանի հետ կապ չունես։ Ինչ։ Ես քեզ նոր չեմ ճանաչում, Ռեբեկա, բայց առաջին անգամ եմ այսպիսի ցավ տեսնում աչքերիդ մեջ։ Ինչքան էլ ինձ ասում էին, չէի հավատում, բայց հիմա ես էլ եմ սկսում մտածել, որ կամ դու ինչ-որ բան ես խաբում, կամ էլ ամեն գնով փորձում ես թաքցնել։ Ես ճիշտ եմ հասկանում։
Ես ինչ որ պետքա քեզ ասեի, արդեն ասեցի։ Ու կատակ չի անում, որ եթե պետքա ես կխոսեմ Գորի հետ։ Ուր Ռեբեկա։ Ուր, խնդրում էի, որ լսեմ քեզ, լսում եմ, արի բացատրի ինչ ա եղել ի վերջո։ Հետ արի Ռեբեկա։ Նիսա գնա այստեղից։ Ասեն ես պատմությունը դու ես սարքել, հա? Միսակ ասում եմ գնա։ Ես ինչ շատ վատ եմ զգում, գնա այստեղից։ Դու ես Սարային կանչել հանդիպման։ Հիմա ինձ ես մեղադրում։ Ինչի չես հավատում, որ քո աղջիկը կարող է ստորությամբ քեզ քաշած լինի։ Հետո գիտես ինչ։ Գենետիկան հզոր բան է։ Ոնց էլ լինի Սարոյանից մի բան վերցրած կլինի քո աղջիկը։ Ռեբեկան ես պատմության հետ ոչ մի կապ չունի։ Լուրջ, կապ չունի։ Բա իրան հարցրու։ Ինչի պետք է ինքը ինձ պաշտպանի։ Իմ կյանքի ամենամեծ սխալը քո հետ կապնվելն է ծերնա։ Ինչ ես ուզում ինձանից։ Ինչ ես ուզում գնա աղջկադ հետ խոս, ինքը քեզ ամեն ինչ կպատմի։ Ու իմիջայլոց ինձ մեղադրելու դուք իրավունք ոչ մեկը չունեք, որովհետև ես հիմա ամենավատ վիճակում եմ։ Քո աղջկա պատճառով, ձեր պատճառով իմ աղբերը հիմա վատ վիճակում է, շատ վատ։ Գնա քո հարցերը քո ընտանիքի հետ պարզի։ Գնա այստեղից, Միսա, գնա ասում եմ։ Հանգիստ թողեք ինձ բոլորդ։ Ձյան ջան, մամադ շատ վատ է։ Ոյ Արման։ Տանը խաղաղ, Դե ես արտասովոր ոչ մի բան չեմ նկատել։ Ես ուշադիր եմ, պապի ջան։ Ասա։ Ասա։ Այդ արդեն այտենց ենք խոսում իրար հետ։ Ես նեղացած եմ։ Ինչի համար։ Որովհետև Արման, ես քեզ ասում եմ պապիկը հարցեր էր տալիս։ Ես քեզ ասում եմ լավ է տրամադրված, դու փոխանակ ուրախանաս մի հատ էլ նեղվում ես։ Ու ոչ մի բան չես անում։ Պուճուր ջան։ Ես պուճուր եմ երևի։ Բայց շատ լավ ամեն ինչ հասկանում եմ։ Մինչև ես դու էիր ուզում գայր խոսեիր։ Հիմա ինչը փոխվեց, ինչ եղել քեզ Արման։ Դե ուղղակի հիմա խառը վիճակ է, դրա ժամանակը չի էլ կա։ Միշտ մի բան լինելու է։ Ու ինչ։ Հիմա չէ էլ կա։ Բաներ կան, որ դու ուղղակի չգիտես։ Ասա իմանամ։ Չեմ կարա։ Դե երբ որ կարողանաս կխոսանք Արման ջան։ Էլ կա։ Ինչ։ Դուրս արի տեսնեմ քեզ, ձեր տան մոտ է։ Չէ Արման, չեմ գալու։ Հաջողություն։ Համ ուզում եմ դուրս գամ, համ էլ չգիտեմ ինչ անեմ։ Չէ Էլկա ջան, չէ։ Դուրս չես գալու։ լավ ես։
Լավ եմ, սպասում եմ։ Վաղը միասին կգնանք տպարանը։ Լավ։ Ասում ես լավ, բայց չես գալու, չէ՞։ Գալու եմ։ Դու խոստացել ես, որ կօգնես Գորին, իսկ ես մինչև այդ պահը կանեմ այն, ինչ որ դու ասես։ Հիմա կարող եմ գնել։ Հա, գնա։ Հա ինչ։ Բայց ինձ չէիր հարցրել ինչ եմ պատվիրում։ Որովհետև գիտեմ ինչ պատվիրեմ։ Բայց ես կարող ես չի ուզում ուտեի։ Բա ինչ։ Թագավորական լոբստեր, սպիտակ ձեռնոցներով։ Ես այտենց թիթիզ բաներ չեմ սիրում։ Համել դուրս արի այդ պրինցեսա Դիանայի կերպարից։ Ես որ գիտեմ, որ դու սոված ես լինում, քարից փափուկ ամեն ինչ ուտում ես։ Դե թագավորական լոբստերն էլ վատ չէր լինի, հատկապես սպիտակ ձեռնոցներով, Բայց մի հատ ասա անգուսի մսով քյաբաբ, չէ դու մի հատ ասա, էլի տես ինչ լավ է հնչում։ Դե հա, վատ չի։ Վատ չին որն է, հələ տես աչքերդ ոնց է պսպղում։ Ուրեմն տես, հենց ուզում ես, ինձ ասում ես Արման ինձ տար մաստեր կլաս, ու ես քեզ բերում եմ այստեղ։ Պայմանավորվեցինք։ Դե ասա որ լավն է։ Շատ համով է։ Ես այսօր դասի չեմ գալու։ Բարև Գոր։ Բարև։ Հիմա փաստաթղթերդ եմ պատրաստում։ Դու էլ պատրաստվի տուն ես գնում։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Ազատ ես։ Այսինքն այդ տղեն արդեն լավ է։ Լավ է, մնացածը քեզ չի վերաբերում։ Հիմա քեզ կուղեկցեմ։ Մի քանի հատ փաստաթուղթ կստորագրես, իրերդ կվերցնես ու ազատ ես։ Քեզ հաջողություն եմ մաղթում։ Սրանք էլ կնայես, որ կարողանամ տպագրության ուղարկել։ Շտապեն։ Հա, բայց թղթապանակը կարող ես վաղն էլ նայել։ Կարելի է, բարի օր։ Սարա ջան, դու գնա մենք հետո կշարունակենք։
Գորից նորություն կա, դուք իրեն տեսել եք, չէ՞, ոնց է։ Ես հենց այդ հարցով եմ եկել։ Նորություն ունենք, պարոն Սարոյան։ Ինչ նորություն։ Գորին ազատ են արձակել։ Ճիշտ եք ասում, այսինքն վերջ։ Չէ, Սարա ջան, վերջ չի։ Այս պահի դրությամբ նա ազատ է արձակված։ Իսկ հետագա ընթացքի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Չեմ հասկանում, ոնց կարող է նման բան տեղի ունենալ։ Գործը այս պահին փակ են պահում։ Անգամ ինձ նորմալ բացատրություն չտվեցին, բայց այն որ տարօրինակ բաներ են տեղի ունենում, դա փաստ է։ Բայց ինչն է տարօրինակ։ Այդ տղան արդեն լավ է, Գորի դեմ կարողացուցմունք չկա, այսինքն Չէ, Սարա ջան, Գորը մարմնական վնասվածք է հասցրել մարդուն, ու դա կարող են դիտարկել որպես մահափորձ։ Իսկ այդ պարագայում մարդուն ուղղակի ազատ չեն արձակում։ Իսկ այդ պարագայում ոնց է նման բան տեղի ունեցել։ Անկեղծ ասած Գորն էլ է շատ զարմացած։ Առայժմ դեռ ոչինչ ասել չեմ կարող։ Օրվա ընթացքում ինֆորմացիա կունենամ եւ տեղյակ կբարեմ։ լավ, ինձ կներեք, ձեզ մենակ թողնեմ։ Իսկ հնարավոր է, որ Ռեբեկայի հետ դիմում որևէ դեր է խաղացել։ Այդ ցուցմունքը միայն կարող էր որպես մեղմացուցիչ հանգամանք հանդիսանալ, ոչ ավելի։ Տարօրինակ է։ Չէ, ես իհարկե ուրախ եմ, որ այդ տղան դրսում է, բայց միևնույն է շատ տարօրինակ է։ Ինչ ես եկել։ Քեզ համար կոնֆետներ եմ բերել։ Չեմ ուզում, գնա։ Եկել եմ, որովհետև քեզ շատ եմ կարոտել։ Գիտեի, որ տանը մենակ ես, դրա համար լեկ է։ Դե ոնց եկել ես, տենց էլ գնա։ Հաստորեն դեռ նեղացած ես։ Հա։ Հա, Արման, նեղացած եմ, որովհետև ես չեմ կարողանում քեզ արդեն հասկանալ։ Մի արա։ Հիմա էլ պետք է արգելես, որ քեզ գրկեմ։ Հա։ Այդ ինձանից անկախ է ստացվում։ Կներես, բայց չեմ կարող լսել քեզ։ Արման, ես ասում մի արա, իսկ դու։ Իսկ ես քեզ չեմ լսում, որովհետև շատ եմ կարոտել։ Արման, ես հասկանում եմ, որ դու ուզում ես իրավիճակը հարթել, բայց ինձ էլ հասկացի։ Քո ռեակցիան շատ անսպասելի էր ու անհասկանալի։ Դե հա, կարող է ռեակցիաս տենց էր, բան չասեցի։ Բայց դու գիտես, որ ես ինքս ամբողջ աշխարհին ուզում եմ գոռամ, որ մենք միասին ենք։ Էլ կա, ես եմ քեզ համոզել, որ տնեցքի հետ խոսես, համոզում էի, որ ասես անպայման այդ ամեն ինչի մասին։ Հիմա ինչի պետք է ռեակցիաս վատ լինի։ Չգիտեմ, ես էլ եմ այդ մտածում։ Հասկանում ես, ախր դուք ոչ մի կոնկրետ բան չեք խոսել։ Իսկ դու ուղղակի ենթադրություններ ես անում։ Հա, եթե դուք խոսեիք ինքի մանունը տար ու ամեն ինչ այնքան լավ լիներ, ոնց որ դու ես պատկերացնում, հաստատ ինձանից երջանիկ մարդ չէր լինի։ Բայց ախր ոչ մի կոնկրետ բան չի եղել, իսկ դու նենց ես ոգևորվել, որ Արման, դու մտածում ես, որ ես պապիկին սխալ եմ հասկացել։ Չէ։ Ուղղակի մտածում եմ, որ դու շատ էմոցիոնալ ես։ Ու եթե ես էլ այդպես էմոցիոնալ լինեմ, այդ հաստատ մեզ լավ տեղ չի տանի։ Բա, ինչ վատն ես։ Արման, ասում եմ, բա, այդ ինչ կոնֆետների մասին էիր խոսում։ Արդեն ուզում եմ դուր։ Դե ճիշտն ասած ոչ մի կոնֆետ էլ չկա։ Ուղղակի խաբեցի, որ ինձ լսես։ Դե ինչ անեմ։ Քո մոտ միջև ուտելու մասին չխոսես, ոչ մի հարց չի լուծվում։ Բայց խոստանում եմ քեզ, որ անպայման քեզ ամենահամով կոնֆետներն եմ բերելու։ Դե տես, եթե չես բերել, էլի չեմ խոսելու հետդ։ Էս էլ շանտաժի նոր ձև է, հա։ Դե տենց մի բան, էլի։ Դե խոստացի, որ էլ կյանքում ինձանից չես նեղանա։ Դե խոստացի, որ էլ ինձ կյանքում չես նեղացնի։ Պապիկ տա։ Ալո։ Արման ջան, Գորին բաց եմ թողել։ Ոնց։ Չգիտեմ, դու հետը լավ հարաբերությունների մեջ ես, չէ՞։ Դե հա։ Փորձիր հասկանալ ինչ են ասել։ Շատ լավ։
Գորեն եմ բաց թողել։ Լուրջ, բայց ո՞նց։ Չգիտեմ, պետքա հիմա գնամ։ Իսկ Սարան գիտի։ Էլկա, ես էլ նոր իմացա, գնամ գամ կասեմ։ Լավ։ Գայան է։ Լսում եմ։ Սարային ասեցիր, որ գա։ Գնացել եմ, այստեղ չի։ Սար, ինչ լավ եկար, արդեն գիտես։ Սարա։ Գիտեմ, բայց չկա։ Դուրս ա եկել ու ինձ չի էլ զանգել։ Ամենտեղ փնտրել եմ, Վահեի տուն էլ եմ գնացել։ Միակ տեղը Դիանայի տունն ա, որ չեմ եղել, բայց վստահ եմ, որ այնտեղ չէր գնա։ Ինչ լավ է, որ եկար, սիրտս կանգնում էր։ Սիրտդ կանգնում էր։ Որ պահին էր սիրտդ կանգնում։ Որ ինձ ուղարկում էիր հյուրանոց, հա, այդ պահին էր կանգնում սիրտդ։ Դե պատասխանի, ինչի չես խոսում։ Ուզում էիր Սարային վնասեիր, տեսար վերջում ինչ դուրս եկավ։ Հիմա երևի գոհ ես։ Երջանիկ ես Ձյաննա, լավ ամեն ինչ։ Ես ինչ իմանայի, որ… Բա ես ինչ իմանայի, որ իմ քուրը սենց բաների անթունակ։ Մենակ փչացած ուղեղով մարդը կարա սենց բաներ մտածի։ Ես ուղղակի ուզում էի, որ դու քո աչքով տեսնեիր, որ հասկանայիր։ Ձյաննա դու էիր ուղարկել այդ տղուն։ Չէ։ Դու գիտես, որ ինքը արդեն լավ է իրան զգում ու իմ բոլոր հարցերին պատասխանելու է, ամեն ինչ ինձ պատմելու է Ձյաննա։ Թող պատմի։ Այդ ժամանակ կխոսենք։ Տենց վստահ ես։ Հա, շատ վստահ եմ։ Ես այդ ամեն ինչը ճշտելու եմ։ Ճշտելու եմ նաև այն փաստը, թե ինչի է բողոքը հետ վերցրել, ասելա, որ ես չեմ։ Ամեն ինչ հատ առ հատ ճշտելու եմ Ձյաննա։ Սարային տեսել ես։ Մենակ հետա քեզ հետաքրքրում։ Չէ, չեմ տեսել, որտեվ չգիտեմ ինչ եմ խոսալու հետը, բայց մինչև այդ տեսնելն ու խոսելը ու ճշտելը, ես հիմա գնալու եմ Ամերիկա։ Այսինքն… Ես գնացի մոտը, խոսեցի, բացատրեցի։ Ինձ թվում էր, որ հասկացել է ինձ։ Հիմա դուրս ա եկել ու չկա։ Դե երևի… Դու էլ այդ երևից հետոն չես գտնում, չէ՞։ Դու վերջի անգամ երբ ես խոսացել մամայի հետ Ձյաննա։ Քեզ հետ եմ, դու գիտես, որ ինքը վատ է։ Գիտեմ։ Լավ, շատ էսկո մենք կողմ չգնանք։ Ես ուղղակի մտածում եմ դու ոնց ես ինքդ քեզ ես ամեն ինչը ներելու։ Գիտես, որ այնքան վատ է, որ հիվանդանոցում է։ Ոնց հիվանդանոցում ես, ինչ ես ասում։ Մենակ հիմա չխաղացա, որ անհանգստանում ես։ Կամ քո համար ընդհանրապես այս ամեն ինչը կարևոր է։ Ոնց չեմ անհանգստանում, ինչ ես խոսում, ոնց չեմ անհանգստանում։ Դու օրինակ մոտավոր պատկերացնում ես ում պատճառով մաման կարա հիվանդանոցում հայտնված լինի։ Քո Ձյաննա, որովհետև ինքը իմացել է, որ դու իր տղուն ուղարկել ես բռնվելու, ինձ բռնել ես տվել։ Ամբողջ աշխարհին մեղավոր ես անում, դու էլ իբր անմեղ էակ ես։ Այնքան աստորությունը մեջդ շատացե, որ սեփական մորդ վրա թքած ունես։
Ու հիմա ստեղ չխաղաս իբր սիրտը ցավում է, եթե իհարկե դու ընդհանրապես հասկանում ես սիրտը ինչ է, ինչի համար է։ Ես հիմա գնում եմ Ամերիկա, բայց շատ չուրախանաս, ես գալու եմ հետ ու այս հարցերով զբաղվեմ։ Ուղղակի մաման որ քո մասին հարցնի, չգիտեմ ինչ եմ ասելու։ Չգիտեմ ինչ պատասխանեմ այդ կնոջը, որտեվ ի տարբերություն քեզ ես օժտված չեմ դերասանական տաղանդով։ Արման ջան, ո՞նց ես։ Որ ճիշտ ասեմ, բան չհասկացա սրանցից։ Կարևորը այն է, որ բաց են թողել։ Հա, չգիտեմ, բողոքը հետ է վերցրել ու ասել է, որ ես չեմ։ Բայց տենց ո՞նց կլինի։ Հետա ես էլ բան չեմ հասկանում, որտեվ ոչ մի վարքյան չեմ հերքել, անդադ ասել եմ, որ ես եմ եղել, բայց այս հարցը ճշտել է պետք, բան չեմ հասկանում։ Իսկ Սառան կներես, ուղղակի տենում եմ, որ վատ վիճակում է, ուզում եմ օգնեմ, չեմ ուզում խառնվեմ։ Արման ջան, ես քեզ ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Դու բազմիցս ապացուցել ես, որ դու լավ տղա ես։ Համարս ունես, այնց որ հանկարծ ինչ-որ բանով եթե կարամ քեզ օգտակար լինեմ, միանգամից զանգի աղբերս։ Սար։ Չկա։ Արմանն է։ Դուրս կամ տեսնեմ ու գամ, հա։ Աստաբան լինի, թե չլինի։ Այդ տղեն մեռնում է, այդ նշանակում է ես պետք է նստեմ։ Ու չգիտեմ երբ եմ դուրս գալու։ Հենց որ ավելի լավ է դու գնաս ու էլ հետ չգաս։ Ոնց։ Ինչ է նշանակում էլ չգաս։ Հենց այդպես։ Գնա ու էլ մի արի։ Ավելին ասեմ, ես քեզ ցանկանում եմ, որ դու գնաս ու քո կյանքը լավ շարունակես։ Գոր։ Ոնց ես Բուջուր ջան։ Լավ եմ։ Որ հետը տամ, ուրեմն լավ եմ։ Գորին տեսա։ Ու։ Չգիտեմ, իրեն շատ տարօրինակ է պահում։ Ուզեցի Սառայի մասին խոսեմ, բայց ընդհատեց։ Չգիտեմ էլ Սառային պետք է ասել, թե չէ։ Ես էլ չգիտեմ։ Արի ոչ մի բան էլ չասենք։ Չասենք, որ տեսել եմ, թող ինքը գա իրար հետ խոսեն, իրար հասկանան, լավ։ Լավ։ Էլ նեղացած չես, չէ։ Արման, անկախ ամեն ինչից ես քեզ շատ եմ սիրում։ Ու դու իմ համար ուրիշ ես։ Ու ես շատ երջանիկ եմ, որ դու հենց իմն ես։ Իհարկե, շատ հաճելի է, շատ զգացված եմ, բայց ես ինչ սիրո գովաբանման օր է։ Դե դու չգիտես, որ ես էմոցիաներս չեմ կարողանում կառավարել։ Սիրում եմ, ասում եմ, սիրում եմ, վատ է։ Դրանից էլ լավ բա։ Կներես, տեսնեմ ով է։ Խոսամ, հետո իրար հետ շատ լավ տեղ են գնալու։ Հա? Ինչ լավ է։ Ալո։ Հալո, բարև ձեզ։ Արման Հովանեսյանի հետ եմ խոսում։ Այո, ես եմ։ Ձեզ ոստիկանությունից են անհանգստացնում։ Ասեք լսում եմ։ Խնդրում եմ մոտենալ Դավթաշենի ոստիկանության բաժանմունք։ Բայց ինչի համար, ինչ ա եղել։ Մնացած հարցերը տեղում։ Բան է եղել։ Էլկա, ինձ կներես, ես պետք է գնամ։ Ոնց պետք է գնամ։
Բա ասեցի տեղ ենք գնում, ուր ես գնում Արման։ Հա, բայց ոստիկանությունից էին զանգել ու հիմա պետքա գնամ այնտեղ։ Ոստիկանությունից ինչի ենք ես զանգում։ Չգիտեմ։ Գնամ իմանամ, կասեմ, լավ։ Արման, պապին ասա։ Ինչի համար։ Ես ոչ մի վատ բան չեմ արել ու չգիտեմ էլ թե ինչ ա եղել։ Կգնամ ու շուտ կգամ, ճշտեմ տեսնեմ ինչ ա եղել։ Լավ։ Լավ, բայց անպայման կզանգես, հա, խնդրում եմ, շատ անհանգիստ եմ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Տես հա, ոչ մեկի չասես, նույնիսկ պապիկիդ։ Ես էլ չգիտեմ ինչ ա եղել, կգնամ կգամ, կխոսենք, լավ։ Լավ։ Էլկա բան ա եղել։ Էլկա գորի հետ կապված ինչ որ բան ա ասել։ Էլկա ինչ ա եղել։ Սար, խնդրում եմ, հիմա ոչ մի հարց չտաս, որովհետև առանց այդ էլ շատ անհանգիստ եմ։ Բայց ինչի ես անհանգիստ։ Սենյակից դուրս եկար, որ Արմանին տեսնես, չէ։ Հա։ Բա էլ ինչ ա եղել։ Լավ, եթե չես ուզում, հարցեր չեմ տա։ Ես պիտի գնամ։ Ուր ես գնում։ Գորն ինձ ուրիշ ելք չի թողնում։ Դիանայի տուն։ Ես չգիտեմ իհարկե դրանից հետո ինչ կլինի, բայց ուրիշ ճար չկա։ Չէ, Սարա, հանկարծ չգնաս, տենց բան հանկարծ չանես։ Ինչի։ Էլկա, ես ճիշտ եմ հասկանում։ Գորը Արմանին ինձ հետ կապված ինչ որ բան ա ասել։